Air Armenia ընկերության համասեփականատեր ուկրաինացի գործարար Վլադիմիր Բոբիլյովը վայրենություն է որակում գործընկերոջ Արսեն Ավետիսյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը, որում շրջանառվում է հանրապետական գործարար ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անունը։ Ազատությանը տված բացառիկ հարցազրույցում East Prospect-ի ղեկավարն ընդգծել է, Հայաստանի իշխանություններից ակնկալում են այնպիսի լուծում, որն այսուհետ կբացառի ուժային մեթոդներով հարցեր լուծելու հնարավորությունը։ Наш фонд глобальный. Мы инвестируем в разные страны мира. Մեր հիմնադրամը միջազգային է։ Մենք ներդրումներ ենք անում աշխարհի տարբեր երկրներում, նաև այնպիսի պետություններում, որտեղ բռնապետական կարգեր են տիրում։ Ներդրումներ ենք անում երկրներում, որտեղ թե մենթալիտետով, թե բիզնեսի նկատմամբ իրենց վերաբերմունքով մարդիկ տարբերվում են այն ամենից, ինչին մենք սովոր ենք այստեղ, Եվրոպայում։ Եվ այդուհանդերձ ոչ միտեղ այսպիսի վայրենություն, այո, չեմ վարանի ասել, վայրենություն չի եղել։ Անշուշտ, մենք հույս ունենք, որ հարցը բոլոր կողմերի համար ընդունելի լուծում կստանա։ Անշուշտ, մեր կարծիքով նման միջադեպերը բարեփոխված ժողովրդավարական Հայաստանում չպետք է տեղի ունենան եւ առհասարակ որևէ երկրում նման բան չպետք է լինի։ Это не место таким инцидентам вообще ни в одной стране. Ազատության հետ զրույցում հիմնադրամի ղեկավարը չի ցանկացել մանրամասնել, ինչ է իրեն հայտնի Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած միջադեպից, բայց ընդգծել է, իրենք աշխատել են Բիրմայում, Լաոսում, Թայլանդում, որտեղ երբեմն գործում են նաև խնդիրների լուծման այսպես ասած արտադատարանական մեթոդներ, սակայն որևէ տեղ չեն հանդիպել այսպիսի միջադեպի։ Но исходя из того, что сейчас, как я уже сказал, Следственный комитет Республики Армения проводит определенные следственные действия. Քանի որ Հայաստանի քննչական կոմիտեն որոշակի քննչական գործողություններ է կատարում, չեմ կարող ասել այն ամենը, ինչ մեզ հայտնի է, որպեսզի չվնասեմ նախաքննությանը, այդ իսկ պատճառով կարող եմ խոսել միայն այն մասին, ինչը հայտնի է բաց աղբյուրներից, այսինքն այն, որ մեր գործընկերոջը Air Armenia ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանին առևանգել են մի խումբ անձինք, նրանց անունները ի վերջո կհրապարակվեն, այնուհետև նրան ծեծի են ենթարկել, մարմնական վնասվածքներ հասցրել, ինչից հետո Արսեն Ավետիսյանը հայտնվել է հիվանդանոցում, ընդ որում կոտրվածքներով, եւ դա պարզապես աներևակայելի մի դեպք է, մենք ոչ միտեղ իրադարձությունների նման զարգացման չենք էլ հանդիպել։ Это просто из ряда вон выходящий случай. Мы нигде с таким вариантом развития событий не встречались. Քննադատելով եւ մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի վերաբերյալ East Prospect-ի ղեկավարը միաժամանակ նշել է, որ այդ միջադեպը չի ազդի Հայաստանում, մասնավորապես Air Armenia ընկերությունում ներդրումներ կատարելու իրենց մտադրության վրա։ Ավելի վաղ ամիսներ առաջ միջազգային հիմնադրամը պատրաստակամություն էր հայտնել մի քանի տասնյակ միլիոններ դնել սնանկացման եզրին կանգնած Air Armenia-ին նոր շունչ հաղորդելու համար։ Но это не повлияет на наши намерения, хотя бы уже потому, что мы произвели. Դա մեր մտադրությունների վրա չի ազդի թեկուզ այն պատճառով, որ մենք ոչ թե մեկ, այլ երկու ներդրում ենք արել Air Armenia ընկերությունում, եւ հետո մեր գործընկերը Air Armenia-ի գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը, ով նաեւ ընկերության հսկիչ փաթեթի սեփականատերն է, ոչ թե պարզապես մի մարդ է, ով տեղում լուծում է բոլոր հարցերը, այլ ուժեղ ոգու տեր մեկը, ով հաստատուն կերպով իր ձեռքում пահում է ընկերության ղեկը, մի մարդ, ում մենք վստահում ենք, Արսեն Ավետիսյանին ոչ ֆոնդն են լքելու, ոչ էլ հիմնադրամները։ Верим. Так вот, Арсен Авետисян – это личность. И эта личность не будет брошена ни фондом, эта личность не будет брошена ни учредителями. Ներդրումային հիմնադրամի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ մոտ ապագայում ինքը պատրաստվում է ժամանել Հայաստան, տեղում իրադարձությունների զարգացմանը հետևելու համար։ Մենք կարող ենք ոչ միայն գումարներ դնել, այլև նոր ներդրումներ բերել այդ երկիր։ Ազատությանը տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Բոբիլյովը, որի ղեկավարած հիմնադրամի ակտիվները գնահատվում են մոտ $2.5 միլիարդ։ Мы являемся на международных рынках лоббистами, финансами, лоббистами интересов Армении. Միջազգային հարթակներում մենք հանդես ենք գալիս որպես Հայաստանի ֆինանսական շահերի լոբբիստները։ Մենք Հայաստանում ներդրումներ կատարելու ծրագրեր ենք առաջարկում եւ կոչ ենք անում բոլոր նրանց, ում հետ մենք աշխատում ենք։ Իսկ մենք աշխատում ենք $1 տրիլիոն գերազանցող ֆինանսական ակտիվների տիրապետող ներդրումային խմբի հետ։ Ավելին, մենք ինքներս էլ ներդրումներ ենք կատարում Հայաստանում։ Մենք պարզապես ներդրողներ չենք, մենք պարզապես այսպես ասած քարոզիչներ ենք։ Առաջարկելով ներդրումներ կատարել Հայաստանում, մենք որպես երաշխիք տրամադրում ենք մեր սեփական բաժնետոմսերն ու ակտիվները։ Под гарантию наших собственных акций и наших собственных активов.